Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 06/05/2021 թվականին պետական գրանցում է ստացել հայր և որդի Երեմյաններ ՍՊ-ի Սիզենս այգու նկատմամբ օգտագործման իրավունքը։ Այսպիսով Երևանի քաղաքապետարանը կապերն ամրացրել է հայր և որդի Երեմյաններ ՍՊ-ի հետ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ մասնակցել են Փաշինյանի հորանունը կրող ֆուտբոլային մրցաշարին, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Օրաթերթը տեղեկացավ, որ մրցաշարի հեղինակը Տավուշի Նիկարն ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է։ Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են անում։ Ալեքս ընկերության աշխատակիցներից մեկն ասաց. կարելի ասել, որ հարկային տեսուչները գիշերում են ընկերություններում, քրքրում փաստաթղթերը եւ արտադրանքը։ Լուրեր կան նաեւ, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ 1 ամիս կասեցված է։ Օրաթերթը գրում է. Գյումրու ընտրություններին իրենց սարիկի հաղթանակի համար իշխանություններն ընտրական գործընթացների մեջ են ներգրավել նաև բանակը։ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն անցած շաբաթ Գյումրիում հավաքել է զորամասերի ղեկավարներին եւ հրահանգել, որ զորքը պետք է ԿՊ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քվեարկի։ Տարոն Մարգարյանը ցանկություն է հայտնել չմասնակցել արժանիստերին, որ ստիպված չլինի ամբիոնից բացատրություններ տալ եւ ենթարկվել ԿՊԱ-ականների հարձակումներին, գրում է Հրապարակ օրաթերթը։ Մարտի 19-ին Ագրարային համալսարանում ռեկտոր են ընտրելու։ Առաջադրվել է 4 թեկնածու՝ դոցենտներ Արևիկ Ազիզյանը, Հայկ Ղազարյանը, ՍԱՏՄ պետի նախկին տեղակալ Սոնա Ծառուկյանը եւ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։ Համալսարանում վստահ են, Զաքոյանի ընտրության հարցը լուծված է, նրան աջակցում է ԿԳՄՍ նախարարը։ Փաստ օրաթերթը գրում է. Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունները ստի եւ կեղծիքի միջոցով փորձում են ապակողմնորոշել բնակչությանը։ ԿՊ-ն սուբվենցիոն ծրագրերն այնքան է ձգձգել, որ դրանց իրականացումն այժմ կապում են քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անվան հետ, տպավորություն ստեղծելով, թե այդ ամենն իրականացվում է զուտ իրենց թեկնածուի շնորհիվ։ Օրաթերթի մեկ այլ հոդվածի համաձայն Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը կարծում է, որ Ադրբեջանը Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական հիմքեր է ստեղծում, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու համար։ Փաստը նաև գրում է. Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է բլացադար։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։